Բարև Ֆակտոր TV հյուրը միջազգային հարաբերությունների մասնագետ Հրաչյա Թաշյանը, ողջույն, պարոն Թաշյան։ Բարև ձեզ։ Գիշեք, որ հայ-ամերիկյան հուշագրերից մեկը օգոստոսի 7-ին կնքված արհեստական բանականության ոլորտում էր, ունենք նորություն Firebird ընկերությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ ստացել է ԱՄՆ արտանման լիցենզիա եւ հայտարարել է Հայաստանում իր առաջին $500 միլիոն ներդրման մասին։ Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ արհեստական բանականության կլաստերներից մեկը, որը կգործի բարձր արդյունավետությամբ AB սերվերներով եւ գրաֆիկական պրոցեսորներով։ Սա հնարավորություն կտա նաեւ գիտահետազոտական հաստատություններին տեխնո ընկերություններին լայնածավալ կերպով գործադրել արհեստական բանականության մոդելներ 26-ի առաջին կեսից առաջին փուլի գործարկումը կլինի։ Այ ձեր կարծիքով ինչպիսի շանսեր սա բացում Հայաստանի համար եւ քաղաքական ինչ նշանակություն ունի նման համաձայնությունը քայլը։ Շնորհակալություն հարցի համար, ճիշտ ասած ես տեղյակ չէի այս նորությունից, այս լուրը ինձ համար նոր է, շատ ուրախ եմ այս լուրի համար, շատ ուրախ եմ, որովհետև սա կարևորագույն մի հարց է, ընդհանրապես օգոստոսի 8-ի մեր կնքած փաստաթղթերում սա մի առանցքային նշանակություն ունեցող, սա մի առանցքային դերակատարում ունեցող հարց էր, Հայաստանում ներդրումների մասին, ուրեմն պատրաստակամության մասին այդ նախաձեռնությունը թուղթը անշուշտ սա կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի զարգացման հեռանկարների համար։ Սա այն ոլորտն է, որը որոշում է տեխնոլոգիական առաջընթացը, տեխնիկական առաջընթացը այսօրվա մարդկության եւ շատ լավ բառը այն չի անգամ։ Կարելի է միայն ուրախանալ, կարելի է նաեւ միայն հպարտանալ, որ Հայաստանում նման ներդրում պետք է տեղի ունենա, ինչը վկայում է Հայաստանում երևի թե համապատասխան էկոհամակարգի երևի թե գոյության մասին կամ հասունության մասին, որը որ կարող է կլանել, կարող է հյուրընկալել նման կարևորագույն ներդրում, նման կարևորագույն դրանք կոչվում են գործարաններ, ֆակտորիներ են կոչվում բաների համար, արհեստական բանականության գործարաններ, որը որ այսօր sense ինչպես ասեցի, իրենք տեխնոլոգիական առաջընթացի հենց ամենաառաջնագծում գտնվող բիզնեսներն են եւ իհարկե վկայում են նրանով հավանաբար ԱՄՆ պետությունը թույլատրել է այս ընկերությանը ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկրել Հայաստանի Հանրապետություն եւ այստեղ արտադրություն։ Այո, սա նաեւ քաղաքական նշանակություն ունի, աշխարհակաղակական նշանակություն ունի նաեւ եւ շատ ուրախալի է, որ ամերիկյան պետությունը փաստորեն քաջալերում է իր ընկերություններին աշխատել Հայաստանում եւ աշխատել ընդ որում այս տեսակին նմանատիպ ուրեմն կարևորագույն ոլորտներում։ Սա վերստին կրկին կարող եմ ասել, որ ուրեմն այն գիտեք այն հուսադրող հանգամանքներից է, որոնք որ մեզ հույս են ներշնչում, որ այդ բոլոր այդ ողջ փաթեթը օգոստոսի 8-ի կյանքի կկոչվեն եւ կիրականացվեն եւ մենք վերջնական արդեն բան կունենանք, արդյունք կունենանք վերջնական խաղաղությունով, կայունությունով եւ զարգացման համար Հայաստանի զարգացման համար նախադրյալների ստեղծումով։ Պարոն Թաշյան, նախորդ տարիներին Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները դուք դեսպանատան բավական բարձր պաշտոն եք զբաղեցնում Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության, ինձ թվում է կհաստատեք, մենք շատ կենտրոնացած ենք մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, այդ հարցերի վրա մեր ներքին բարեփոխումներին ԱՄՆ-ի աջակցությունը, բայց տեխնոլոգիական, տնտեսական ոլորտը այդքան աշխուժ չէր, կային իհարկե գործընկերության հնարավորություններ, ասենք ամերիկյան ներդրումներ, որոշ ներդրումներ Հայաստանի էներգետիկ համակարգում, բայց սա խոշոր բավականին փաթեթ է եւ բացի այս փաթեթը նաև Թրամփի ուղու կառուցման շուրջ կա համաձայնություն, Թրամփը անվանում էր Մեղրի հատվածը աշխարհի կարևորագույն կետերից մեկը, դա էլ հետաքրքիր որ հատվածը Մեղրին։ Այո, որակում էր ԱՄՆ նախագահի կողմից, հա։ Այ ուր են շարժվում հարաբերությունները։ Հա, շնորհակալություն հարցի համար։ Ավելացնենք նաև սահմանապահների մաքսային անվտանգային ծառայությունների կարողությունների բարձրացման հուշագիրը Հայաստան-ԱՄՆ, հա, էլի օգոստոս։ Այդ ամենը վկայում է ինչի մասին, նայեք։ Սկզբում, այսինքն շատ կար, մինչև հիմա երևի թե կա մեր մամուլում, մեր այս քաղաքական վերլուծությունների, վերլուծաբանների դաշտում այս թերահավատ վերաբերմունք կար Ամերիկայի Միացյալ Նահանգների
ակտիվության նկատմամբ եւ նպատակների լրջության եւ այլն եւ այլն։ Հիմա այս սրանք քայլերը, որոնք որ հաստատում են, որ չէ, այդ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն այստեղ շահեր, լուրջ են նրանց մտադրությունները, բավականին այսպես կայուն են այդ մտադրությունները եւ հավանաբար նրանք ուրեմն առաջ շարժվում են այդ ուղղությամբ։ Այստեղ Գիտեք, դուք ասեցիք, հիմա հիշատակեցիք մարդու իրավունքների հանգամանքը, ես պարզապես մի փոքրիկ դրան անդրադառնամ։ Հիմա էլ դրանք շարունակվում են։ Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ մեծ աջակցություն են ցուցաբերել Եվրոպական միության հետ մեկտեղ ինստիտուտների կայացման հարցում, այսինքն պետական կառավարման ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարական, ավելի ներդրում անկախության տարին է եղել։ Ներդրում օգնության տեսքով երևի թե այդպես կարելի ասել, ոչ թե բիզնես ներդրումների մասին է խոսքը, գնում, ամենաառաջի օրվանից իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այդ օգնությունը, օժանդակությունը ցուցաբերվել է եւ հավանաբար Հայաստանը այսօր այսչափ կայացած պետություն չէր լինի իր պետական կառավարման ինստիտուտներում, եթե չլիներ այդ օժանդակությունը, որը գալիս էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական միությունից։ Բայց Հայաստանի կարգավիճակը եկեք հասկանանք, մի դեպքում օգնություն խնդրող, մի դեպքում գործընկեր, սա տարբեր իհարկե շատ որակական տարբերություն կա, մի փոքրիկ ճշում էլ այստեղ մտցնեմ, նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքին քաղաքական օրակարգում ժողովրդավարության հարցերին։ Սա Տրամպի ադմինիստրացիայի առանձնահատկությունն է, Տրամպի վարչակազմի առանձնահատկությունն է, ուրեմն շատ ավելի գործնական քայլերի կողմնակիցն են։ Ինչը ված չէ, շատ լավ է մեզ համար։ Անշուշտ, եթե Հայաստանը չլինի ժողովրդավար, գործընկերության հնարավորությունները շատ ավելի կնեղանան։ Ես կարծում եմ այդպես, անշուշտ ժողովրդավար լինելը կամ ժողովրդավարության ուղով շարժվելը ընդլայնում է մեր հնարավորությունների այդ արահետը, գործընկերության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երկխոսության այդ հնարավորությունների արահետը։ Բայց այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց արտաքին քաղաքական օրակարգում ավելի շատ ուրեմն գործնական հարցերին են ուշադրություն դարձնում եւ այսպես ասած transaction քաղաքականություն են, վարում, որ այս ընդունված այսպես տերմին է, որը որ հասկացություն է, որը հաճախ լսում եմ մեր բանում, մամուլում, բայց նայեք, ես մի քիչ ավելի կուզենայի, գիտեք, ընդլայնել ձեր հարցի պատասխանը եւ այսպեսի մի քանի բան տեսնել, այսինքն որոնք որ վկայում են մտադրությունների այդ լրջության ծավալի մասին, այսպես ասենք։ Նայեք, C5 կամ C5 այդ հանդիպումը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կամ Ադրբեջանի միանալը այդ խմբին, այդ ձևաչափին, որը որ դարձնում է C6, այս սրանք եւս այն քայլերն են, որոնք որ միտված են ծրագրերի իրականացման, Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերի իրականացման։ Եթե քարտեզը բացենք, ինչպես է Հարավային Կովկասը գումարվում Կենտրոնական Այո, շատ կարևոր է սա։ Ես գուցե մի քիչ կրկնվեմ այլ տաղավարում, ես խոսել եմ այս մասին, բայց ոչինչ, սա կարևոր հարց է, կարծում եմ։ Նայեք, եւ այս սրանով, այդ նախաձեռնություններով Կենտրոնական Ասիայի պետությունների հետ գալիս է, գիտեք, այսպես արդեն բյուրեղանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մտադրությունների այդ սիլուետը, ուրվագիծը թե որն է մեր տարածաշրջանում, ես սա ի պատասխան են բաներին, թերահավատներին եմ ասում։ Նայեք, Կենտրոնական Ասիան շատ հարուստ է ընդերքով, իր օգտակար հանածոներով եւ մասնավորապես այն ինչ որ կոչվում է նրանով, ինչ որ կոչվում են կրիտիկական, ուրեմն օգտակար հանածոներ, որոնք որ կարևոր են օգտագործվում են բարձր տեխնոլոգիաներում, ռազմական արդյունաբերությունում եւ այլն։ Եվ ամենակարևորը ինչն է, որ Կենտրոնական Ասիան հարուստ է, բավականաչափ հարուստ է, բավարար հարուստ է, նրանով ինչ կոչվում է ուրեմն հազվագյուտ հողային մետաղներ։ Աշխարհում դրա մոնոպոլիստը այս պահի դրությամբ դրա մենաշնորհը պատկանում է Չինաստանին եւ արդյունահանման, կորզման առումով եւ դրանց ձուլման, մշակման առումով։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի չհայտնվեն Չինաստանից կախվածության մեջ, նույնը վերաբերում է Եվրոպական միությանը, պետք է ուրեմն ուրիշ բաներ, աղբյուրներ քննեն եւ քթնեն։ Եվ քթան նրանք մասնավորապես ի թիվս այլոց նաեւ Կենտրոնական Ասիայում։ Եվ այս բոլոր այս նախաձեռնությունները Կենտրոնական Ասիայի պետությունների հետ ուղղված են այս խնդրի լուծմանը։ Հիմա այստեղ Հարավային Կովկասը ինչ դերակատարում ունի։ Կենտրոնական Ասիայից այդ օգտակար հանածոների, առհասարակ ապրանքների արտահանման
Միակ ճանապարհը ասում է Կասպից ծովով եւ Հարավային Կովկասով, որը ճանապարհ, որը կշրջանցի բնականաբար Իրանը, բնականաբար կշրջանցի Չինաստանը, Ռուսաստանը, այսինքն պետություններ, որոնք որ անցանկալի են, այսպես ասենք, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամենայի համար շատ այդքան վստահելի չէ այս ադմինիստրացիան։ Բայց կրկին բաներից մեկն է, այլ ճանապարհներից մեկն է, չբան չանենք։ Բայց պրոբլեմատիկ է հաշվի առնելով Վրաստանի եւ Չինաստանի այս։ Լավ, այսպես ասենք, բայց ամեն դեպքում ես չեմ համաձայնվի այդ բանի հետ, որովհետեւ Վրաստանը եւս այդ ճանապարհներից մեկն է։ Եթե խոսում եք, եթե այդ գործոնն եք հաշվի առնում, ապա այստեղ պետք է հիշատակենք, որ Ադրբեջանն էլ Չինաստանի հետ շատ ծեր հարմագործակցություն ունի, Հայաստանն էլ կնքեց Չինաստանի հետ, եթե չեք մոռացել վերջերս ռազմավարական համագործակցության մասին հայտարարություն հռչակագիր կնքվեց Չինաստանի հետ, այնպես որ դա դիրքը այնպեսին է, որ Հայաստան կամ Վրաստան մտնելու համար հաստատ պետք է Ադրբեջան մասը։ Հիմա այս առումով ուրեմն Հարավային Կովկասը եւ մասնավորապես Ադրբեջանը եւ Հայաստանի հետ հարաբերությունները խիստ կարեւորվում են։ Ուրեմն պետք է ունենալ այստեղ կայուն իրավիճակ, խաղաղություն է պետք ունենալ, որպեսզի այդ ներդրումները միլիարդավոր, որոնք որ կատարվելու են կենտրոնական Ասիայում, կամ անգամ եթե չկատարվեն այդ խոշոր ներդրումները, բայց եթե գալու են այդ ուրեմն ամեն անգամ ես մտածում եմ ինչպես թարգմանեմ այդ մետաղների անունը, հազվագյուտ հողային մետաղների ճանապարհը պետք է ապահով լինի եւ հուսալի եւ վստահելի։ Նա պետք է անցնի խաղաղ, կայուն տարածաշրջաններով եւ ոչինչ չպետք է սպառնա այդ մատակարարման շղթաներին։ Հասկանում եք, որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Եվ այս ստանով է կարևորվում, այսինքն գիտեք, այսպես մարմնավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կենսական կոնկրետ շահերը մեր տարածաշրջանում, ինչը շատ լավ է իհարկե, ինչը մեզ համար ձեռնտու է։ Եվ այստեղ բավականին նավթագազային ռեսուրսներ մասն է, չէ, Կասպից ծովի են։ Նավթագազային ես չի ասի, որ այդքան մեծ են այնտեղ գազային գազ շատ կա բանում իհարկե այս տարածաշրջանը նաև կարևորվում է որպես դեպի արևմուտք նավթա ներողություն էներգակիրների այլընտրանքային աղբյուր դեպի Եվրոպա մատակարարող իհարկե երկրորդական այսպես դինակ դերակատարում ունեն, բայց այսօր շատ բարձրացել է նրանց դերակատարումը հատկապես այդ ուրեմն հազվագյուտ հողային մետաղների տեսանկյունից, որտեղ ես կրկնում եմ Չինաստանն ունի բարձր մենաշնորհ։ Պարզվում է, որ 65%-ը պաշարների գտնվում են Չինաստանում։ Եվ Չինաստանը պարզապես ուշադրություն է դարձրել այդ ոլորտին եւ ձուլման 90%-ներ կենտրոնացրել է իր երկրում։ Իսկ սա այն ոլորտն է, որ հենց ձեր ասած այդ բարձր տեխնոլոգիաներն են կախված, ռազմական արդյունաբերությունն է կախված եւ այլն, բոլոր այդ առաջադեմ տեխնիկական առումով առաջադեմ ոլորտները, ճյուղերը տնտեսության օգտագործում են այդ մետաղները։ Եվ այս քարտեզի վրա ձեր նկարագրած Թրամփի ուղի կոչեցյալը իհարկե այստեղ ուրեմն մատակարար իհարկե այստեղ այդ անխափան տեղաշարժի անխափան տրանսպորտային հաղորդակցության ուղի ապահովելու տեսանկյունից, որ չպետք է այդ մատակարարման շղթաները չպետք է ընդհատվեն, չպետք է խափանվեն, խաթարվեն։ Տեսեք, պարոն Սարգսյան, կա տեսակետ ենթադրություն, որ ավելին սա գաղափարախոսություն է, որ տնտեսական հարաբերությունները, կոմունիկացիաների մաս լինելը, համաշխարհային առևտրի ուղիներից մեկը լինելը, չգիտեմ, գործակցությունը հարևանների հետ, կոնֆլիկտների լուծման ուղղությամբ ջանքերը, ինչքան էլ բարդ լինի եւ թերահավատությունը մեծ լինի եւ այլն, ինչքան թշնամանքը մեծ լինի, սրանք այսպես հիմնական երաշխիք անվտանգության չեն կարող լինել, հա, որովհետեւ շատ են բերում, որ գիտեք ինչ, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև էլ կար տնտեսական համագործակցություն, ռուսական նավթագազային խողովակ է անցնում Ուկրաինայով գազային, հա, եւ նա մի վայրկյան անգամ չմտածեց եւ հարձակվեց Ուկրաինայի վրա։ Այսինքն, եթե մեր տարածքով անցնեն ադրբեջանական նավթագազային խողովակներ, Թրամփի ուղի, ավտո ճանապարհ գնացներ եւ այլն, դա չի կանխի պատերազմը։ Մյուս տեսակետը սրա այն է, այս առաջի տեսակետի կրողները պնդում են, որ պետք է զինվել բոլոր ռեսուրսների հետ ուղղությամբ եւ ռազմական ուժը միայն կբերի մեզ անվտանգություն։ Երկրորդ այն տեսակետը այն է, որ չէ, տնտեսական համագործակցությունը կանոնության երաշխիք եւ այս աշխարհում Հայաստանը ինչ որ մի պետության համար ինչ որ մի հարցում պետք է կարևորություն ունենա, որ այդ պետությունը զանգի ագրեսորին եւ ասի, գիտես, ինչ ես այդտեղ շահ ունեմ Հայաստանի տարածքում, առնվազն չթիրախավորես այդ շահը, եթե պատերազմը չի դադարեցնում։
Ձեր կարծիքով ներկա նաև աշխարհաքաղաքական նոր կառուցվածքը հաշվի առնելով հարաբերություններ, որ վեկտորը մենք տեսնում ենք ինչ ուղղությամբ է գնում, երբ որ ռազմական ուժի այսպես գործոն բավականին մեծանում է եւ միջազգային իրավունքը հաճախ ոտնահարվում է, Հայաստանի դիրքավորումը որը պետք է լինի։ Շնորհակալություն հարցի համար։ Դու գրեթե պատասխանեցիք ձեր հարցին։ Չէ, հաստատ չէ։ Բայց իհարկե ոչ։ Այստեղ կա իհարկե, ինչպես ասեցիք, կա հորատեսական մոտեցում։ Այո։ Որպեսզի անվտանգությունը ապահովված լինի, անպայման պետք է լինես ինչ-որ ռազմական բլոկում, ռազմական խմբավորման մեջ, որոնք ունեն ընդհանուր շահեր ընդ որում։ Բերես երաշխիքներ, ասենք Ռուսաստանի զսպումը Ադրբեջանը եւ Թուրքիան, օրինակ, էլի, կամ մեկն է կարող է Ֆրանսիայի, ասենք, չգիտեմ։ Իհարկե սա, բայց այստեղ իմ մոտ հարց է առաջանում, իսկ որտեղ են այդ կառույցները, որտեղ եք դուք տեսել այդ կառույցները, եւ համարձակամ այսպեսի մի բան ասել, նայեք, բոլոր նմանատիպ կառույցները գործում են, որոշումները նմանատիպ կառույցներում կայացվում են կոնսենսուսի սկզբունքով։ Ես շատ սա մի կարևոր հանգամանք է։ Նայեք, եւ կարելի է, այսինքն ուզում ասեմ, որ կատարյալ երաշխիքներ այդ միջազգային բազմակողմ կառույցները չեն տալիս։ Ընդհանրապես որևէ կատարյալ երաշխիք, վերջնական ամբողջական անսասան երաշխիք, այսպես եթե կարելի ասել, որևէ միջազգային գործիք չի կարող տրամադրել։ Կան հանգամանքներ, որոնք որ օգնում են քեզ ուրեմն ապահովել քո անվտանգությունը, բայց մտածել, որ կա այս տեսակ մի հատ ինչ-որ պանացեա, որը որ ես օգտագործեմ համադարման, այսպես ասենք, հա, հայերեն եթե թարգմանենք, որը որ բոլոր հարցերից լուծում կտա, ոչ, այդպիսի բան չկա։ Սովորաբար ասում են, որ լիբերալ գաղափարախոսությունը, տնտեսական համագործակցություն, ազատ տեղաշարժ, մեր ռեգիոնի բանը չի, այսպես ասենք, էլի։ Ինչու ոչ, Որովհետև ավտոկրատ հարևան։ Ինչու ոչ, բայց բարդ հարց եք տալիս, ուզում եք մի անգամից պատասխանեմ, բայց իհարկե ես դեր հարցի ժամանակ ես արդեն մտածում եմ այդ, ասեմ, գիտեք, այդ ռեալիստական ռեալիզմի դպրոց, լիբերալիզմի դպրոց, բայց եկեք այս բաների մեջ չմտնենք։ Չմտնենք, դե շատ տեսական դաշտ չմտնենք, այո։ Բայց այս պահի հիմա գիտեք, նայեք, ես ինչու ես պատահականորեն չասեցի կոնսենսուս հասկացությունը, նայեք, ՀԱՊԿ տեսնում եք ինչպես է աշխատում, չէ՞։ Դուք կարող եք պատկերացնել, որ ՀԱՊԿ-ում, երբ հաշվի առնելով կոնսենսուսի հանգամանքը, դուք կարող եք պատկերացնել, որ ՀԱՊԿ-ում որոշում կկայացվի օժանդակություն, ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին ի վնաս Ադրբեջանի։ Ես չեմ պատկերացնում նման իրավիճակ, ես պարզապես այդ կառույցում չեմ կարող պատկերացնել։ Ես մտածում եմ, որ նույնը կարելի է ասել ՆԱՏՕ-ի մասին անգամ։ Կարելի է պատկերացնել այսպես տեսականորեն շատ մի շարք իրավիճակներ, երբ ՆԱՏՕ-ի անդամը դիմում է այդ կառույցին, ասում է, գիտես, ես սպառնալիք եմ տեսնում, բայց հնարավոր չի լինում ձեռք բերել կոնսենսուս։ Այսինքն մի իրավիճակ, երբ որևէ մի պետություն դեմ չէ այդ պետությանը, դիմում բողոք ներկայացնող պետությանը ռազմական օժանդակություն ցուցաբերել։ Շատ կարելի է այսպիսի իրավիճակներ պատկերացնել, նույնը կարելի է ասել տեսական խոսակցությունների մասին Հայաստանի առնչությամբ։ Այնպես որ մեր քայլերը, որոնք որ ուղղված են այս ներգրավմանը Ամերիկայի Միացյալ Նահանգների, որոնք որ գիտեք, այսպես ինքնաբերաբար ստացված, այս օրգանիկ կերպով ստացված երևույթներ են, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես տեսակ շահեր ունեն մեր տարածաշրջանում։ Վերջը, նայեք, մի ուրիշ կարևոր հանգամանք կա, որը որ եկեք բացենք այսօր։ Կենտրոնական Ասիա այս ասեցի, չէ, Հարավային Կովկաս ասեցի։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները пассив է գտնվում այս տարածաշրջաններում, այս տարածաշրջաններում հայտնվում է եւ արդեն հայտնվել է Չինաստանը։ Եվ մենաշնորհ կերպով է տնօրինում այս տարածաշրջանները։ Ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին համար անթույլատրելի բան է, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նույն Եվրոպական միության համար։ Քանի որ այսօր եթե նայենք
Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ռազմավարության հայեցակարգ, այնտեղ կտեսնենք, որ ազգային անվտանգության ռազմավարությունը կներեք, այնտեղ կտեսնենք, որ համար առաջի Չինաստանը դիտվում է որպես գլոբալ մրցակից, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է զսպի, մոտարապես այն քաղաքականությունը պետք է վարի, որը որ վարում էր սովետական միության նկատմամբ, զսպի Չինաստանի ընդլայնումը, ընդարձակումը, բոլոր տեղերը, հնարավոր տեղերը, այն տեղերը, որոնք որ կարող են սպառնալիք ներկայացնել Ամերիկայի շահերին։ Իսկ Եվրասիական մայրցամաքը այդպիսին է։ Իհարկե այդպիսին է եւ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջին հերթին այդպիսին են, անշուշտ։ Գուցե այսպեսի մի պատասխան ես դες տվեցի, բայց ամեն դեպքում մեր վարած քայլերը, որոնք որ միտված են Եվրոպական միությանը ներգրավել տարածաշրջան, որոնք որ միտված են Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավմանը մեր տարածաշրջան, բարձրացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները եւ նվազեցնում, այսպես ավելի շուտ պատասխանենք, նվազեցնում են էսկալացիայի հավանականությունը, նվազեցնում են կրկին ուրեմն պատերազմի բխման վերսկսման հավանականությունը։ Իհարկե կա շատ մի մեծ հարցական, պարոն Թաշյան, միջազգային հարաբերություններում դա ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է, ավարտ, որի պես ասենք ծայրը չի երևում, հա մենք չենք տեսնում այն գործընթացը, որը մեծ հավանականություն է խոստանում պատերազմի այսպես դադարեցման եւ այստեղ գալիս են լիքը հարցադրումներ նաեւ մեր կոնտեքստում։ Իհարկե մենք կարող ենք բխեցնել Եվրոպայի անվտանգություն, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, հարաբերություններ, Ռուսաստանի ուժը Չինաստանի համեմատությամբ այս պատերազմի արդյունքը ինչ կլինի, հա, այսինքն ինչ լեզվով կկարողանա Ռուսաստան խոսել, բայց եկեք խոսենք մեր եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Նախ այսօրվա հարաբերությունները դուք ինչպես եք գնահատում, հենց այսօրվա հարաբերությունները որոշակի սառնություն ամեն դեպքում նկատվում է, ասենք չեմ հիշում խորհրդանական ռուսական պատվիրակություն երբ է օրինակ այցելել, հա, Հայաստանի ԱԽ-քարտուղար այս վերջերս այնտեղ էր, բայց այդ շփումները շատ, այսպես հաճախ չեն, ինչպես նախկինում էին եւ որոշակի սառնություն կա, ասենք Զախարովան կարող է խոսել Հայաստանում ռուսամետ ուժերի հետապնդումների մասին։ 26-ին իհարկե ընդառաջ մենք շատ ուշադրությամբ կհետևենք Ռուսաստանի գործիքակազմեր է կիրառում, բայց նաեւ կա ենթադրություն, որ եթե Ուկրաինան որոշակի ստատուս քվո ձևավորվի, Ռուսաստանը կարող է վերադառնալ եւ փորձել նվաճել այն բոլոր տեղերը, այդ թվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որ Ադրբեջանի հետ իրենք ցանկացել են, հա, նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ վերցնել, այսպես Ամերիկայի տրամաբանությունից, ազդեցությունից դուրս հանել։ Դուք նման հավանականությունը ինչքան եք գնահատում։ Նախ շնորհակալություն, նախ ես մի փոքրիկ վերադառնամ նախորդ ձեր հարցին, երբ որ ասում էին Եվրոպական միություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այստեղ պետք է ավելացնել իհարկե նաեւ Ռուսաստան։ Այսինքն շարունակելով պահպանել այն ռազմավարական գործընկերությունը, որը որ մենք ունենք այդ պետության հետ, որտեղ մենք ունենք հստակ տեղեր, որտեղ մենք ունենք միանման շահեր կամ շահերի միասնություն, եւ դա պետք է բնականաբար անթույլատրելի է անտեսել, չտեսնել եւ տնտեսական եւ ռազմավարական իհարկե եւ անվտանգության առումով, այսինքն ես այսինքն սա մի համալիր է, որը որ Հայաստանն այսօր օգտագործում է, այսպես բազմա վեկտոր այդ բառը, երևի թե օգտագործեմ, երևի թե ամենա հարիրը դա է այս պարագայում, բազմավեկտոր քաղաքականության տրամաբանությունը պետք է ուրեմն մենք կիրառենք եւ այստեղ ես ուզում եի շեշտել, որ մեր անվտանգության առումով բնականաբար խոսելով, հիշատակելով Եվրոպական միություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, առաջին հերթին պետք է նաեւ հիշատակենք Ռուսաստան։ Հիմա նայեք, երբ որ հարց եք տալի Ռուսաստանի մասին, ես առաջին հերթին մտածում եմ աշխարհագրության մասին։ Ռուսաստանի Դաշնությունը մեզ աշխարհագրականորեն ամենամոտ գտնվող մեծ պետությունն է, գերտերությունն է, միջուկային զենք ունեցող պետություն, աշխարհում երկրորդ արսենալն է, եթե ոչ իհարկե առաջի, այդ տեսակի ուրեմն այդ կալիբրի, այդ դրամաչափի մի պետություն, այսինքն սա նշանակում է, որ պետք է ամեն մեր բոլոր քայլերում հաշվի առնենք նրա շահերը, նրա տեսակետները եւ պետք է լինել եւ
հաշվեն նկատ եւ խոհեմ եւ ուրեմն եւ ինչու ոչ եւ մենք պարզապես մենք կարող ենք օգտվել այդ բաներից հարաբերություններից եւ մենք կարողանում ենք օգտվել այդ հարաբերություններից սահմանազատում հնարավոր է Ինչպես? ռուս հայկական հարաբերություններում առողջ սահմանազատում գիտեք ինչ Ինչ է նշանակում առողջ սահմանազատում ներողություն սա նոր ներմուծեցի Հա ինչ նկատի ունեմ որ իրարից սպասելիքները ակնկալիքները եւ պահանջները Բխեն իրականություն է, ոչ թե երազանքներից, ոչ թե մեր երազանքից, որ ռուսը կգամես կպաշտպանի թուրքերի եւ ադրբեջանցիների հարձակումից, ոչ թե նրանց ակնկալիքից, որ հայերին ինչ թելադրենք, այն էլ կանենք, քանի որ մեր գրպանում է։ Այս երկու ծայրահեղությունները ինչպես սահմանազատենք եւ ինչպես հարաբերությունները բերել նորմալացման դաշտեն իմաստով, որ չվտանգվի Հայաստանի ինքնիշխանությունը եւ պատասխանատվությունը եւ Հայաստանն էլ այն մյուս մտահոգությունն էլ չդառնա, այսպես ասենք, Ռուսաստանի դեմ գործողություններ։ Մի քանի հասկացություններ ասեմ, հաշվի առնելով, որ մենք շատ ժամանակ չունենք, պետք է շատ կարճ հակիրճ ասել ես, նայեք, բայց մի քանի հասկացությունների վրա ուշադրություն դարձնենք։ Նախ, սա ես կոչեմ այսպես, հա, գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք միշտ Ռուսաստանի Դաշնությանը ընկալել ենք որպես գիտեք, այսպես, հաճախորդ հովանավոր հարաբերությունների տրամաբանության մեջ։ Ես իր կլիենտն եմ, ինքը իմ պատրոնն է, ապահովում է իմ բոլոր հարցերը եւ ես ոչինչի մասին այլևս չեմ մտածում։ Ժամանակակից աշխարհում ես դժվարությամբ եմ պատկերացնում նման հարաբերություններ, նման հարաբերությունների գոյությունը։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է վերստին Հայաստանը այդ տեսակ վերաբերվել Ռուսաստանին։ Սա մի հասկացություն, որ պետք է հաշվի առնենք եւ մենք նկատի ունենանք մեր արտաքին քաղաքականության մեջ։ Երկրորդը ուժերի վերաբաշխում կա Հարավային Կովկասում։ Նայեք, այստեղ ես ասեցի, կա եւ Չինաստանի ներկայությունը կա։ Առհասարակ տարածաշրջանում կա։ Չինաստան դա մի հսկա, հա, աշխարհի համաշխարհային տնտեսության 18%-ը հնայի ուրեմն բաժին է հասնում Չինաստանին, կա այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ավելի մեծ հսկա, շատ ավելի մեծ, կա Եվրոպական միություն, որը որ ուրեմն Չինաստանին հավասարազոր է, եւ կա Թուրքիա։ Եվ կա Թուրքիա, որը որ վերընթաց զարգացում է ապրել վերջին 20-30 տարիների ընթացքում, եւ մենք չենք կարող մենք շատ հաճախ մեր մամուլում ես տեսնում եմ, գիտեք, նույն տրամաբանությունը Թուրքիայի նկատմամբ, որը որ գոյություն ուներ, չգիտեմ, տասնամյակներ առաջ, համահայրական անլուրջ վերաբերում, որը որ գոյություն ուներ, չգիտեմ, Սառապատերազմի տարիներին, վերջացել է դա չկա։ Այսինքն նայեք, սա ինչու եմ ես ասում, նույն Ռուսաստանը, նույն Ռուսաստանի Դաշնությունը հաշվի են նստում, նկատի առնում է ամենը։ Եվ նա նույն Ռուսաստանի Դաշնությունը գործընկերային հարաբերություններ ունի, խորը գործընկերային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Գնեք Ուիտկոֆը ասում է Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը իրականացնելիս խորհրդակցում են Թուրքիայի հետ, հա։ Ամերիկանն էլ, հա, բնականաբար, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները իհարկե կունենան, բայց նույն Ռուսաստանը շատ խորը գործընկերային հարաբերություններ ունի։ Բայց մեզ մոտ ապավինում է, որ նա կզսպի Թուրքիային, այսպես Ռուսաստանը, հա, այսինքն կարիք չկա զիջումներ անելու հանուն նրա որ գնանք նորմալացում, այդ մեծ ուժը կգա կզսպի նրանց, ինչ զիջում։ Այսինքն որ ես չեմ տեսնում այդ մեխանիզմները, ինչու պետք է, այսինքն ինչպես պետք է զսպի։ Գնալ էսկալացիայի, կրկին գնալ էսկալացիայի այդ պետությունների հետ, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Եկեք ես միտքս ավարտեմ։ Նայեք, կա Թուրքիա, որի հետ հաշվի է նստում Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ ես կարող եմ ասել անգամ նա պատրաստ է, նա կիսում է պատասխանատվությունը այլևս Հարավային Կովկասում։ Հասկանում եք։ Եվ երրորդ հանգամանքը ասեմ, երրորդ հասկացությունը, որի մասին եկեք խոսենք, հա, ժամանակակից աշխարհն ինչ տեսք ունի։ Ինչ տրամաբանությամբ է ապրում։ Նայեք, կային այս տեսակի sense հրճված ինչ-որ բաներ, հայտարարություններ, որ աշխարհը այսօր բազմաբևեռ է։ Բազմաբևեռ նշանակեր, որ ամեն մի բևեռ, նայեք ուշադրություն դարձրեք, ունի իր ազդեցության ոլորտները, ունի իր ազդեցության շրջանները, տարածաշրջանները եւ ամեն տեսակի հարց իրենք այդ տարածաշրջանում իրենք են լուծում։ Եվ որը մեկը չի մտնում այդ տարածք։ Եվ որևէ մեկը չի ներխուժում եւ բևեռները իրար մեջ այսպես պայմանավորվում ասում ես քիչ չեմ խոթում քո ազդեցության դաշտ դու էլ իմ ընդեղ մի մտցրա բայց մեկ-մեկ կլինեն բախումներ եւ այլն այս տեսակի հարաբերություններ չեն ձևավորվում կարծես թե աշխարհում չեն ձևավորվում ինչպեսին են հարաբերությունները նայեք մնում է մեկ հսկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ անվիճելի առաջատար երկրորդը որը որ կարողանում է այսօր մրցակցություն կազմել Չինաստան։
բայց ինչն է բնութագրում այսօրվա հարաբերությունները, որոնք որ իդեպ հաճախ կոչում են պոլիցենտրիկ, որը որ կարելի է թարգմանել բազմակենտրոն, բայց ոչ թե բազմաբևեռ։ Կենտրոններ շատ կան, բայց նրանք չեն կարողանում ձևավորել այսպես փակ ազդեցության շրջաններ, որտեղ որ որևէ մեկը չի կարողանում խոթել եւ իրենք տնօրինում են, հեգեմոնն էլ լինում է այդ բաների։ Ուժային կենտրոն են, բայց ոչ բևեռ, հա։ Հա, կենտրոնն, այսինքն իրենք մեծ պետություններ են, բավականին ազդեցիկ պետություններ են, բայց բևեռ չեն այն առումով, որոնք որ հասկանում ենք մենք ասելով։ Եվ այս հարաբերություններում նայեք ինչն է կարևորը պոլիցենտրիկ ասելով։ Միակ այստեղ մի երկրորդ հասկացությունն է մտնում, որը multi-alignment են անգլերեն ասում, սա նշանակում է, որ բազմաթիվ դաշինքների, բազմաթիվ համագործակցությունների հարաբերություններ։ Չկա որևէ մի պետություն, որը ուզում է սահմանափակվել իր հարաբերություններում այդ կենտրոններից որևէ մեկի հետ։ Ամուսնանալ եւ նվիրվել։ Ասել ամբողջը ես քեզ եմ պատվիրակում, դու ինձ տնօրինի, ամեն ինչը դու ես անում։ Դե մենք ունեցանք այդ փորձը, էլի։ Բայց այսօրվա աշխարհում, նայեք, Սարը պատերազմի տարի ժամանակաշրջանում դա այդպես էր։ Կային երկու բևեռներ, երկու ճամբարներ, ես ամեն ինչը բան էի արել, տվել էի, չգիտեմ, սովետական միությունը տնօրինում էր իմ բոլոր հարցերը, եւ տնտեսական եւ անվտանգային։ Այսօր նման տրամաբանությամբ աշխարհ գոյություն չունի։ Եվ շատ հետաքրքիր է, հատկապես միջին տրամաչափի շատ լուրջ պետություններ վարում են այդ բազմաթիվ դաշինքների, բազմաբնույթ համագործակցությունների քաղաքականություն։ Եգիպտոս, Հնդկաստան, Բրազիլիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա։ Նայեք, նրանք համագործակցում են եւ Չինաստանի հետ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սաուդյան Արաբիան հայտ է ներկայացրել, որ BRICS-ի անդամ դառնա, բայց միևնույն ժամանակ բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նույնը կարելի ասել բոլորի նկատմամբ, բոլորի մասին։ Այսինքն նայեք, այս տեսակի տրամաբանությունը ձևավորվում աշխարհում, եւ ես կարծում եմ մենք պետք է օգտվենք այդ տրամաբանությունից, որը որ առավել մեծ օգուտներ պետք կարող է խոստանալ, այսպես եմ ես պատկերացնում։ Այսինքն զսպման մեխանիզմները մեր պատկերացած չեն գործում, այդ մեծ եղբոր սիստեմները։ Նախկինում գործող այդ համակարգերը, նայեք, 90 թվականից հետո 91 թվականից Եթե կնայեք անկեղծ ասենք, դա հետ գաղութային սինդրոմ է, որ մեր նախկին մեծ եղբայրը մեզ կշարունակի Հա, այսինքն կամ ես այդպես այդ բառը չգիտեմ գաղութային չասեմ, բայց ես ասեմ այլ կերպ, որ մենք շատ անգամ մեր տրամաբանությունը գալիս է նախկինից, այսինքն մենք պահպանում ենք այդ հին տրամաբանությունները եւ չենք ուզում տեսնել թե ինչ է կատարվել։ Եթե ես ունեմ 1 րոպե, լավ, շարունակեմ, հա։ Նայեք, 91 թվականից հետո Սովետական միությունը երբ որ փլուզվում է, աշխարհում ձևավորվում է միաբևեռ համակարգ։ Այսինքն միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին, որ տնօրինում էին ամեն ինչ, հա, ամենուրեք իրենք կարող էին լինել։ Այսօր կարելի է ասել 2017 թվականից հետո, երբ որ առաջին անգամ Տրամպի վարչագազն եկավ իշխանության, այդ համակարգը դադարեց գոյություն ունենալուց։ Եվ հիմա ձևավորվում է նոր մի իրավիճակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահպանում է իր հիգեմոնիկ առաջատարությունը, իր բացարձակ առաջատար լինելը, բայց միևնույն ժամանակ այնը տեղի ունում այն ինչ որ ես նկարագրեցի։ Այդ բազմաթիվ կենտրոնների աշխարհ է եւ որոնք որ նայեք շատ ամենակարևոր հանգամանքը, որը որ չմոռանամ ասել, այդ 90 թվականից հետո 30 տարիների ընթացքում աշխարհը ծածկվել էր տնտեսական կապերի շատ խիտ ցանցով, Սարդոյստայնով, այսպես ասած։ Եվ այդ տեսակի տնտեսական կապերի գոյության պայմաններում շատ դժվար է այսօր կտրել սարքել առանձին ուրեմն ազդեցության ոլորտների աշխարհը բաժանել եւ ասել գիտես սա իմն է, ես եմ տնօրինելու, նա քոնն է, դու ես տնօրինելու։ Աշխարհը շատ խիտ կերպով, շատ ուժեղ կերպով փոխկապակցված է եւ գնում է այդ բազմաթիվ կապերի, բազմաթիվ դաշինքների եւ բազմաբնույթ դաշինքների տրամաբանությամբ, շարժվում է այդ տրամաբանությամբ։ Մի փոքրիկ դետալ եւ վերջ։ Նայեք, այստեղ անգամ գիտեք ինչի մասին է խոսքը գնում շատ անգամ ակադեմիական գրականության մեջ, որ մի պետություն կարող է իր տնտեսական շահերին հետամուտ լինի մի խմբավորման մեջ, իսկ անվտանգական շահերին հետամուտ լինի մեկ այլ խմբավորման մեջ։ Անգամ այս տեսակի համադրությունների մասին է խոսք գնում այսօր։
Սանով ավարտեմ։ Շնորհակալ եմ, Ձեզ հետաքրքիր շնորհակալ եմ։ բավականին պարոն Թաշյան, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել էինք Հրաչյա Թաշյանին։